Բարև ձեզ հարգելի բարեկամներ, եթերում նոր դարն է։ Այսօր մենք ձեզ պետք է ներկայացնենք հայ գրողների ամանորյա հանդեսը, որտեղ մեր արվեստագետները հանրությանը ներկայացնելու են իրենց բանաստեղծությունները, որոնք ստեղծվել են անցյալ տարում 2025 թվականին։ Հանդիսությունը բացվեց Տեր Վրդանես Բաղալյանի օրհնությամբ։ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկես սարքայություն քո, եղիցին կամ քո, որպես հերկինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ վարտից մեր, որպես եւ մենք թողունք վերոց վարտապանած, եւ մի տանիրս մեզ իպորություն, այլ բրգյաց մեզ իչարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք, յանս հավիտենից, ամեն, ըստ գործս դրած մերոց ուղիղ արեի մեզ վեր, եւ ըստ գործս դրած մերոց հաջողյա մեզ, ամեն։ Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը հանրությանը ներկայացրեց ժամանակակից բանաստեղծներին։ Այնուհետև ելույթ ունեցավ վաստակավոր արտիստ պրոֆեսոր Արմենուհի Սեյրանյանը, ով արժանացավ գրականության եւ արվեստի ազգային մրցանակին։ Կարդալով Անժելայի գիրքը անավարտ կտավ Սամվել Գաբրելյանի ստեղծագործության մասին է, նրա մարդկային նկարագրի մասին է, հիանալի աշխատանք, Անժելա ջան,
շատ սիրում եմ քեզ։ Մենք արցախցիներս իրար պիտի սիրենք, հարգենք, լավ ասենք, լավ լսենք եւ շատ ուրախ եմ, որ այս գիրքը վերջապես գտավ իր արժանի մրցանակը։ Անավարտ կտավը արժանացել է բարձր մրցանակի շնորհավորում։ Եթե խոսք ունես ասելու, ասելու։ Ես իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել այս բարձր գնահատականի համար։ Այս գնահատականը միայն իմ գրքինը չէ, այն գնահատական է նաև այն լուր ու անդուր աշխատանքի, որ տանում է գրական մի մեծ ընտանիք, իդեմս պարոն Ափինյանի, եւ որի անունն է Համահայկական գրողների միություն։ Երբ խոսք է գնում ազնիվ, նվիրյալ, ճշմարիտ մտավորականի մասին, իմ աչքերի առջև միշտ հառնում է պարոն Ափինյանի վեհ կերպարը։ Նա այն մտավորականն է, ով ծավալում է մի այնպիսի գործունեություն, որի հիմքում այն հավատն է առ այն, որ ազգի ինքնության, գոյության պահպանման գործում գրականությունը հիմնասյուն է հանդիսանում։ Եվ նա նվիրումով է վերաբերում ունենալով այդ հավատը, այդ գործին։ Նա վեր է հանում գրական արժեքները և ընդլայնում է ճանաչելիության աշխարհագրությունը։ Ոչ միայն եղած արժեքներն է բարձրացնում, այլ նաև որոնում, պեղում, գտնում է այն շնորհալիներին, ովքեր ոտք են դնում գրականություն տանող ճանապարհին։ Ես շնորհակալ եմ պարոն Ափինյանին իմ երազանքը իրագործելու համար։ Այս գիրքը լույս աշխարհ եկավ նրա նախաձեռնությամբ։ Իմ խորին երախտագիտությունը ձեզ։ Շնորհակալություն նաև գրքիս հովանավոր հեռավոր Կանադայում ապրող Վահե Թղլեյանի, ով ապրում է հայրենիքի սիրով։ Ես չեմ կարող անտարբեր անցնել իմ Սուսաննայի կողքով, ով յուրաքանչյուր գրքի լույս անծայմանը նվիրվում է այնպես, ինչպես իր սեփական գրքին։ Եվ իրեն շատ եմ սիրում դրա համար, որ ինքն էլ անչափ սիրում է իմ հայրենի Արցախը, որպես ընտրում է նրանով, ապրում էր Արցախով, եւ իմ հայրենիքի կորուստը անդարմանելի ցավ էր նաև նրա համար։ Դրա համար ես իրեն կանվանեի Արցախաբուստր։ Եվ վերջում կուզենայի, որ իմ այս գիրքը բացեր նոր աշխարհների դռներ, որպեսզի ընթերցողները ճանաչեն և ծանոթանան արցախյան գեղանկարչության հիմնադրի նկարիչ Սամվել Գաբրելյանի կյանքին ու գործունեությանը, ով իրոք հիմք դրեց արցախյան գեղանկարչությանը և զարգացրեց այն, ստեղծեց իր դպրոցը, Գաբրելյանական դպրոցը, որտեղ աճեցին արցախյան շատ նկարիչներ։ Նա եղավ այն արվեստագետը, ով կարողացավ փոքրիկ Արցախի գեղանկարչությունը
բարձրացնել եւ հասցնել եվրոպական մակարդակի։ Ցուցադրվելով 2 տասնյակից ավել երկրներում, նա ներկայացրեց իր հայրենի աշխարհը, Արցախը եւ ամեն երկրում թողեց մի կտոր Արցախ կտավի տեսքով։ Եվ իզուր չի Հայաստանում առաջին Ամերիկայի առաջին դեսպանը նրան բնութագրել որպես Արցախի դեսպանը ողջ աշխարհում։ Թող այս գիրքը բարի ընթացք ունենա եւ բախի բազում ընթերցողների սրտերը։ Իսկ գրական ընտանիքի բոլոր անդամներին մաղթում եմ քաջի առողջություն։ Աստված օրհնի առատապես ձեզ բոլորիդ եւ բարի ընթացք տա ձեր ազգանավեր գործերին։ Շնորհակալություն։ Շարունակելով Արցախի թեման, բեմահարթակ հրավիրվեց արցախցի գրող պրոֆեսոր Նանար Սիմոնյանը, ով հայրենիքի ձայն թերթում տպագրված արցախյան երգերի համար արժանացավ պատվոգրի։ Երգի գրողներից մեկին եմ ուզում հրավիրել Նանար Սիմոնյան։ Արցախ Ստեփանակերտ։ Նանար ջան, լսում ենք մեկ բանաստեղծություն, որովհետև Նանարը շատ լավ մտավորական է, շատ լավ բանաստեղծ։ Սիրելի ներկաներ, ողջունում եմ բոլորիդ, շնորհակալություն եմ հայտնում Համահայկական գրողների միությանը, հարգարժան պարոն Ափինյանին, իմ շատ սիրելի Սուսաննա Ղազարյանին, այս ջերմ ընտանիք ինձ ընդունելու համար։ Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել բոլորիդ ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Մաղթել, որ 2026-ը ձեռքբերումների և տունդարձի տարի լինի։ Թող լույսը թագավորի բոլորիդ օջախներում։ Աստծո օրհնությունը անպակաս լինի Հայաստան և Արցախ աշխարհներից։ Ես հավատում եմ, որ եթե շարունակենք խնդրել Աստծուն, կստանանք։ Փնտրենք, կգտնենք։ Բախենք և կբացվի մեր առաջ։ Հիմա ձեր թույլտվությամբ ներկայացնեմ իմ բանաստեղծություններից։ Հուսահատության ամպերը խցկվել ու գույն դնել են փորձում սպասման գերի իմ սրտում։ Խավարի մեջ դավադիր են երազներն իմ արթմնի։ Ձանձրալի ու զզվելի են խաղաղասեր ու մարդասեր խաղացողների լղոզված կոչերը։ Դավերի ու շահերի գետնաբեմում կործանվում է մարդը։ Ես հոգնել եմ, շատ եմ հոգնել գույնից տառապանքի, հոտից պատերազմի, կարոտից անոթ։ Ծաղկած ծառերն Աստծո զգեստի քղանցքներն են։ Մանուկները աչքերը սուրբ։ Արեգակը կամքն է լուս է, ծիածանը ուխտը նորոք։ Լուսաբացը համբույրն է ջերմ, որ դրոշմում է հայրաբար մեր ճակատին ամեն այգի։ Երկիր լուսե, քո ամեն թիզ հողի վրա Աստծու լուսե մատնահետքն է։ Անառակ որդուդ ներիր, հայրենիք, և դարմանիր վերքերն իմ։ Տղերքի արյամբ մաքրիր, նորոգիր, տունդարձի ճամփան սուրբ խաչով օծիր։ Շնորհակալ եմ։ Նույն անվանակարգում մրցանակ ստացավ բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը։ Երբ բարեկամներ, ես որոշել եմ, որ հաճախակի նման հանդիպումներ լինեն, շնորհակալ եմ բոլորի ձեր ներկայության համար, լեփլեցուն դահլիճը վկայում է, որ ժամանակակից գրականություն իսկապես սիրում եք, ապրեք դուք, ես էլ ձեզ եմ սիրում։ Ուրեմն
Այժմ պիտի խնդրեմ, որ իր գործերից ներկայացնի Սուսաննա Ղազարյանը։ Համեցեք Սուսաննա ջան։ Սուսաննա Ղազարյանը նաև այս գեղեցիկ թերթի խմբագիրն է։ Իրենից առաջ թերթի խմբագիր նշանակել էի մեր ընկերներից մեկին, որը շատ անգույն թերթ էր տպագրում։ Հետ Սուսաննան դարձավ գլխավոր խմբագիր, թերթ այսպես գեղեցկացավ։ Ազատություն։ Տանիքների վրա մայրամուտը կարմիր, իր վերջին աղոթքն է հուսահատ մրմնջում, դու քո այգալույսի շեկնը ժույգը հեծիր, լսիր, թե ինչպես են աշխույժ վրնջում, գնանք խախտկամքով դեպի արևնան մեր, լքածունայնության մահիճը մշուշոտ, գնա այնտեղ, որտեղ եղել է ցուրտ ձմեռ, եւ դաշտերը ավաղ ներկվել են արյունով։ Համառորեն անցիր սահմանն ենք վախի, մատնահարիր, երկնի աստղերը թող վառվեն, քո խիզախ նժույգին, էլ ոչ ոք չի հաղթի, բաց թող երազներդ, թող կապույտում ճախրեն։ Նույն երազով Լևոն Շանթիվ բնաբան եմ ընտրել, իջեք երազներ, իջեք զգույշ երազներ, շոյողանուշ երազներ, իջեք քնքուշ երազներ, Լևոն Շանթ։ Անձրևից առաջ հագիր բաց կապույտ բաճկոնակը քո, եկ նստենք խաղաղ աստղերից փայլող լճակի ափին, լսենք, ինչպես է գիշերահավքը երգում անվրդով, ու մտաբերենք ջրերում ապրող աստվածներին հին, պատմիր, ինչպես էր աղջկան գրկած դողում աբեղան, ինչպես էր սիրո աղոթք շշնջում վանականը ծեր, նրան կարգելված, բայց քաղցր սիրո զոհերը եղան, որ մենք փայտ դնենք սիրո կրակին մշտավոր բուջերում, որ էլ սրտերը այդքան հեշտորեն չլքեն իրար, որ ականջ դնեն հին աստվածների զրույցին անխոնջ, իմանան ինչպես աբեղան սիրո երազը գտավ, և ինչպես ենք մենք հիմա էլ ապրում այդ նույն երազով։ Շնորհակալություն։ Տարվա լավագույն գրադարան ճանաչվեց Արագածոտնի մարզային գրադարանը, տնօրեն Լուսինե Կիրակոսյանը։ Տարվա թանգարան անվանակարգում պատվոգրի արժանացավ Անդրանիկ Օզանյանի թանգարանը, տնօրեն Ժորժետա Արաքելյանի գլխավորությամբ։ Իրենց ակտիվ աշխատանքների և բանաստեղծական ժողովածուների համար պատվոգրերի արժանացան բանաստեղծուհի Թերեզա Հակոբյանը և բանաստեղծներ Սարգիս Հայենցը և Ավետիս Գազազյանը։ Թերեզա Հակոբյան։ Ես նաև տեղեկացնեմ, որ սիրելի բարեկամներ, այսօր ձեզ համար նվերներ ենք նախապատրաստել, Համայնքական գրողնամության հրատարակչությունը լավագույնն է իր հրատարակչական ոլորտում, մենք տպագրում ենք ոչ թե սկանդալային գրքեր, այլ դասական արժեքներ, ժամանակակից գրականության հրատարակումը տևում է տարիներ, Սուսաննայի անունը շատ հնչեց, բայց գիտեք, որ իր գրքի տպագրությունը 3 տարի է տևում։ Այսօր թանակը չչորացած հրապարակում են, ում են պետք այդ գրքերը, ոչ մի արժեք չունեն դրան։ Ահա թե ինչու այս աշխատանքը, որ մենք կատարում ենք, ճիշտ է, աշխատատերը դժվար է, բայց ունենք շատ լավ գրականություն, լավագույն տեքստն ենք տպագրում եւ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեզ օգնում են։ Թերեզա Հակոբյան։ Ողջունում եմ բոլորին։ Սիրով մեկ բանաստեղծություն կընթերցեմ Անձրևանոց գրքից։ Արագիլներս։ Ես կերակրում եմ արագիլներիս ունեցածս բոլոր սպասումներով և նրանցով, որ երբևէ եղել են ու կլինեն հաստատ։ Նրանց եմ պատմում մանկական բոլոր երազներս։ Երազներ այն աղջկա մասին, որ նկարում էր մի հորինված կարոտ,
այն առաստաղին, որ մի օր դարձավ տանիքը իր։ Եվ հիմա նրանից կատկթում է հիշողությունը, որը թափանցիկ կամրջով կապում է մեզ նրանց հետ, ովքեր ջրում էին այդ երազները։ Ես կերակրում եմ արագիլներիս, իսկ նրանք պատմում են, որ հավատից է ծնվում սերը, ու մեռնում է, երբ թաքուն դադարում ես հավատալ։ Ես հավատում եմ քո սիրուն, եւ հավատում եմ արագիլների գարնանաբեր զորությանը, իսկ գարունը այդ նման է հենց այն արագիլներին, որ ամեն մեկս ունենք մեր ներսում։ Ես հավատում եմ, որ մի օր նրանք ինձ էլ կբերեն իմ ճախրը, որ նմանակը կլինի իմ ու քո։ Ես հավատում եմ մեր սիրուն, որ այնքան նման է ինձ ու քեզ, նման է մեր մանկական բոլոր երազներին։ Իսկ սերը սիրում է, երբ իրեն հավատում են եւ կերակրում ինչպես արագիլներին։ Իմ արագիլները բույն են հյուսում իմ ու քո սիրո կտուրին, որ մի օր ճախրեն այնտեղից, թողնելով մեզ պարգև մեր սիրուն հավատալու անվախճան կարողությունը։ Շնորհակալություն, որ անմիջապես չհեռացար, Թերեզան մեր լավագույն ստեղծագործողներից մեկն է եւ արժանիորեն ստանում է մրցանակ իր գրական գործունեության համար շնորհավորում եմ։ Ունենք ջերմություն եւ այդ պատճառով էլ այժմ հրավիրում եմ Սարգիս Հայենցին, Սարգիս ջան, համեցեք։ Գիրքը ցույց խնդրում եմ, բոլորովին նոր է, լույս տեսել։ Ողջունում եմ սիրելիներ, շնորհակալ եմ ձեզ նաև պարոն Ափինյան, որ կազմակերպեցիք այս հրաշալի երեկույթը եւ ձեզ համար կընթերցեմ իմ առաջնեկ գրքից մեկ բանաստեղծություն։ Խոսք մթության կամ աղոթք հրեշտակին։ Մթության մեջ վերջին լույսը մարեց, ասա, երանելի ով հրեշտակ, ձայնիր, ձայնդ լսեմ աղոթքներդ շիտակ եւ հասկանամ ինչու լույսը մարեց։ Մթության գորշ ու մռայլ պատկերներում առաջխապես չկան ջերմակաղավնիներ եւ ագրավներն են հար նրանց դիվահարում, որ չլինի երբեք խաղաղ պատկեր։ Մթության մեջ վերջին լույսը մարեց, ցայնիր ով հրեշտակ երանելի, շողակաթով ջերմակ, զենք ու շարաչ երկիր, ու որ խլանա ձայնը ագրավների։ Շնորհակալություն։ Ես շնորհավորում եմ Սարգիս ջան, որ կոլաբ գործունեության շնորհիվ դու դարձել ես համահայկական գրողների միության անդամ, անդամատոմսդ կհանձնեն քո գրքի շնորհանդեսի օրը։ Շնորհակալություն այն լավ գործերի համար, որ դու անում ես, երիտասարդ է, բայց հայրենասեր, ամուր, ուժեղ հավատարիմ ընկեր։ Կուզեմ նաև իր գրող լինելու, իր տաղանդավոր լինելու, որ ավելացնել իր հայրենասեր եւ հավատքով լինելու մասին։ Սարգիսը դեկտեմբերի 18-ի հայտնի դեպքերի ժամանակ առաջի շարքերում էր ի պաշտպանություն ազգային սրբությունների։ Եվ շատ անգամ, որ ասում են ուր են մտավորականները, ուր են հասարակությունը եւ այլն, Սարգիսի նման անձանցով տեսնում ենք որտեղ են։ Սարգիսին այդ օրը բերման ենթարկեցին եւ անկեղծ ասեմ, բոլոր այնտեղ եղողների եւ ընդամենը հարց էին տալիս Վեհափառի հետ էս թե Նիկոլի եւ ով ասում էր Վեհափառի իրեն բերման էին ենթարկում ընթացքում ոմանք փորձեցին բերման չի ենթարկվել եւ պատասխանում էին քրիստոնյա ենք կամ հայ ենք ասում էին իրենց էլ այսինքն բերման էին ենթարկում այնտեղից միայն քրիստոնյաները հայերը եւ Վեհափառի աջակիցները ապրեք Սարգիս ջան Աստված օրհնի ձեզ խոնարհում ես հայրենիք եւ Աստված սիրող բոլոր գրողներին, որոնք աստու նմանություն ունեն իրենց մեջ եւ փառահեղ կերպով արտահայտում են ոչ միայն իրենց գրվածքներով, այլ իրենց գործնական ներկայությամբ։ Աստված օրհնի Սարգիս ջան։ Գազազյան, համեցեք, դեռ դպրոցական է ու տաղանդավոր։ Շնորհակալ եմ պարոն Ափինյան։ Բարի գեղեցկադեմ երեկո հարգարժան ներկաներ։
Ես Ավետիս Գազազյանն եմ, համահայկական գրողների միության դեռևս ամենաերիտասարդ գրողներից մեկը։ Ձեր դատին եմ այսօր հանձնում դեռևս իմ նոր լույս տեսած գրքից նպատակի լույսը բանաստեղծությունների ժողովածում, որի խմբագիրներ իմ շատ սիրելի Սուսաննա Ղազարյանը եւ վեստուգող խմբագիր Աբգար Ափինյան, շնորհակալ եմ ձեզ։ Օգտվելով առիթից ես նույնպես շնորհավորում եմ ձեր գալիք ամանոր եւ սուրբ ծնունդը, մաղթում եմ, որ այն հայրենասիրական ոգին, որը դուք ունեք, թող կրկնապատկվի եւ եռապատկվի, թող ամեն անգամ Արարատը նայելիս ձեր մոտ հույսի եւ հավատի շունչ ներշնչվի։ Իսկ հիմա կուզեմ ընթերցել մի բանաստեղծություն, որը ապագայի մասին է։ Մենք բոլորս ընդհանրապես չգիտենք, չէ, այսօր վաղը թե ինչ կկատարվի, եւ այս բանաստեղծությունը հենց դրա մասին է, որ վաղը միգուցե լավ բան կարող է կատարվել։ Ապագան հրաշալի է, բայց դեռ գաղտնի։ Կարծես նորից ձեր սևեռվում է սրտի մեջ։ Ազատության ու սիրո գույներով ներկված ապական դուռ է, որ ուժով կլցվի։ Տագնապահար արևը նորից կթաքացնի, նոր ճամփաներ կբացվեն անհայտ։ Կյանքը բյուրեղյա վառ ընթացքով խաղաղություն կհաղորդի նրան, ինչը դեռ չտեսնված է։ Հուսո գարունը դուրս կգա սառնությունից, խիզախ մտքերն ու երազները ոսկեգույն կդառնան։ Ապագան մեզ մի նոր կյանք կբերի, որպեսզի մենք հոգով բարձր ապրենք անվախ։ Կյանքը նոր տեսք կունենա, որպեսզի մենք ոգով ուժեղ դուրս գանք այդ խավարից։ Ապագան մեզ ժպիտներ կհիշեցնի եւ սերը անմահ երջանկություն կհաստատի։ Շնորհակալություն։ Ավետիժան, շնորհավորում եմ մրցանակի տարթիվ, շատ տաղանդավոր երիտասարդ է եւ հուսամ, որ քո ճանապարհը ոչ թե դեպի վեր, այլ դեպի ժողովուրդը կլինի։ Հովհաննես Թումանյանը 1913 թվականին ընդունել էր երիտասարդ գրողներին եւ ասում է բարով եկաք։ Շատ հետաքրքիր է, բայց չի ասում բարով եկաք գրողների միություն, ասում է բարով եկաք հայոց աշխարհ, հույսի, ցավի աշխարհ, սա է մեր Հայաստանը։ Եվ ես բոլոր երիտասարդներին Թումանյանի խոսքը կրկնում եմ, բարով եկար մեր աշխարհ, որովհետեւ գրողի խոսքը շատ պետք է մեզ, շատ մենք իսկական գրողների կարիք շատ ունենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալագրեր ստացան Հայրենիքի ձայն թերթի հովանավոր Վահե Թղլյանը եւ թերթի գեղարվեստական խմբագիր Կարեն Փելոշյանը։ Իրավունք թերթի տնօրեն Գեգամ Գրիգորյանը, ով միշտ աջակցում է Հայրենիքի ձայն թերթին։ Ուզում եմ հրավիրել երկու անբաժան ընկերների, ովքեր նաև իմ ընկերներն են, Գեգամ Գրիգորյան, Կարեն Փելոշյան, խնդրում եմ համեցեք։ Մենք Սուսաննայի թերթը էջադրելիս միասին աննման պահեր ենք ապրում։ Ես, Գեգամը, Կարենը, Սուսի ջան դու արի։ Առանց քեզ դուք միայն տեսեք այդ օրերը, երբ որ մենք թերթը էջադրում ենք։ Ինչ ուրախություն, իմ կյանքի ամենաերջանիկ պահը դա է, որովհետև գիտեք, ասենք, սա չկար։ Ես ներկա եմ այդ պահին, երբ այս հրաշքը ծնվում է։ Աղասի Այվազյանի գեղանկարների աշխարհը եւ այդ ամեն ինչը։ Կարենը էջադրում է այս հրաշքը ոչ օրվան, ինքս ու Սուսիկը շատ լավ հարաբերություններ ունեն, որքան ուզում եմ խառնակել ձեր հարաբերությունը չի ստացվում, շատ ամուր է, իսկ Գեգամը այն մարդն է, ում շնորհիվ ընդամենը մեկ օրում այս հրաշքը լույս տեսավ հասնելու համար ձեզ։ Այսօր դուք ասացի նվերներ եք ստանալու, Գեգամ ջան, շնորհակալություն քեզ շատ այս թերթի համար, եթե խոսք ունեք ասելու, սիրով կլսենք, որովհետև դուք շատ լավ ընկերներ եք, հավատարիմ ընկերներ, ու մենք ձեզ շատ սիրում ենք։ Մենք ձեզ կանչել ենք շնորհակալություն ասելու համար, որովհետև այսօր մշակույթի գործիչների համար շատ դժվար է։ Շատ դժվար է, մենք շատ դժվարությունների մեջ ենք, բայց այսքան բարեկամ ունենք, ու լեփլեցուն դահլիճ, կատակ բան չի սա, որով իսկական գրականությունը գնահատված է։ Պարոն Ափինյան, մենք ձեզնից ենք շնորհակալ ձեր հայրենանվեր աշխատանքի համար, ձեր Սուսաննայի ամբողջ գրողների միության, եւ մենք մեր շատ փոքր ավանդ ունենք դրա մեջ։ Շնորհակալություն ձեզնից, բոլորից հետ։
Իրավունք թերթի տնօրեն Գեղամ Գրիգորյան եւ հայրենիքի ձայնի գեղարվեստական խմբագիր Կարեն Փելոշյան։ Սուսի ջան, դու ես կտրում եմ Սուսանան հանձնի։ Շնորհակալություն։ Հայրենիք լույսնի մտքի երկն իմ սրտի իմ գեղանի սուրբ հողիդ գերված սարերիդ փարված ծաղկունքիդ բույրով խենթացած արփած լեռներիդ կանչով միշտ հպարտ կանգնած հայրենները ու տաղերը իմ հոգու հանեմ տամ քեզ քո սիրուց ծնված երկերը փոփույսի փարոս դառնան փառք որդիների քերոս հավերժ փառք որ եմ կան մատում թող վաղվա ճամփան հույսի մեջ լույսը ֆրի խաղաղության իրիկ լակը դուսայկա տանաս իրան դուսայեկա Ճամփան լույսի մեջ լույսը բի խաղաղության